Հոп, էս ինչ եք անում, մելը սպասեք։ Ես պետք է իրանեն օրին գցեմ, որ ինձանից վախենա։ Ես եմ քեզ այդ տարակցելու։ Տնաշեններ, ոնց որ առյուծն ու ցուլ մննեք։ Ինչ առույցություն։ Անտառում ապրում էր մի առյուծ, ումից վախենում էին բոլոր կենդանիները, բացի մի ցելից, ով ոչ կռիվ էր ման գալիս առյուծի հետ, ոչ վախ ուներ, ոչ էլ խոնարհվում էր նրա առաջ։ Առյուծի գոռոզությունն ու հպարտությունը թույլ չէին տալիս, որ հանգիստ նայեր ցելի վերաբերմունքին ու մի օր որոշում է դաս տալ նրան, որ իրեն հարգի։ Մոտենալով ցելին ասում է. «Դու գիտես, որ ես կենդանիների արքան եմ, ինչու չես հարգում ինձ»։ Ինչին ցուլը հանգիստ պատասխանում է. «Ես զորության հետ միասին հարգում եմ իմաստությունը, բայց ոչ կոչումը, ուժը, երբ դու կարող ես, բայց չես անում, իմաստությունը, երբ հասկանում ես, որ բոլորն հավասար են, ու եթե ուզում ես ցույց տալ քո առավելությունը, ցույց տուր ճիշտ գործերով, այլ ոչ թե բառերով»։ Այս խոսքերը վիրավորեցին առյուծի հպարտությունը եւ նա բարկությամբ հարձակվեց ցելի վրա, հույս ունենալով նրան կործանել, բայց ցուլը ուժեղ էր եւ հեշտությամբ նրա ձեռքից ազատվեց ու ասաց. «Քո բարկությամբ դու թուլություն ցուցաբերեցիր, իշխանության համար պայքարում կորցրեցիր ինքդ քեզ»։ Առյուծը քարացավ ու հասկացավ, որ իրական հարգանքի համար ուժ հարկավոր չի, որովհետև իշխանությունը այն չի, որ ուրիշներին հպատակեցնես քեզ, այլ որ հասկանաս նրանց։ Դաս, առաջնորդի մեծությունը միայն ուժով չի որոշվում, այլ շրջապատին հարգելու կարողությամբ, քանի որ իրական հարգանքը վախով չես կարող ձեռք բերել, այլ իմաստությամբ ու արդարությամբ։ Ինչ եք կարծում երեխեք, Աստծուց հզոր մեկը կա։ Ոչ։ Աստված ունենալով բոլոր իրավունքները եւ զորությունը չի վերացնում մարդուն, մինչեւ նրա հետ չկատարի ամեն արդարությունը, ճշմարտությունը, իմաստությամբ եւ չհամոզվի, որ մարդը ինքն է ընտրում իր մահը եւ վերջ։ Դա ապացուցվեց Հիսուսի խաչով։